Ինչ են մտածում Հայաստանի հարավային դարպասը պահող մարդիկ, այսպես ասած հարևանների խաղաղության խոստումներին կարող ենք հավատալ։ Այս օրերին լուր են ասում են վերին խնձորեսցիները, բայց ինչի դիմաց, այս է ամենամեծ հարցը։ Հիտլերն էր 39 թվին Ստալինի հետ պայմանագիր կնքեց, որ պատերազմ չի, 41 թվին արձակվեցի։ Ինչ երևի կա, որ մի տարուց հետո էլ սա չի արձակվել։ 100% համոզված եմ, որ սա ժամանակավորը երևույթ է։ Ոնց որ Ղարաբաղի հարցը մի օր էլ Զանգեզուրի հարցն եմ դառնում։ Բաքուն կանգ չի առնի, քանի դեռ իրական երաշխավորներ չունի խաղաղությունը։ Սահմանին ապրող մարդկանց ուժեղ Հայաստանի անդամները վստահեցնում են, գիտեն ամուր խաղաղություն կառուցելու ճանապարհը, պետք է նախ փակել Բաքվի պահանջների շղթան։ Ասում է ենթարկվենք Թուրքին, լսենք իրան, որ որևէ խնդիր չունենանք, բայց եթե ընկկվի հեքիաթն է, որ ձակին տվիր հաջորդի հետևից է գալու, որ ձակին տվեցինք, ինչ պահանջ տվեցինք, Սյունիքում ճանապարհը տվեցինք, հիմա էլ վերադարձի մասին է խոսքը։ Վերին խնձորեսկի բնակիչները պատմում են անվտանգությունից զատ հազար ու մի սոցիալական խնդիր ունեն, տեղում աշխատանք չկա, իրենց միակ զբաղմունքը անասնապահությունն է, բայց սա էլ ձեռնտու չէ, կաթը ջրի գնով են վաճառում։ Ասեք Երևան կաթի արժեքը 500 դրամ է, ստեղ 120 դրամ է։ Դժվարություններով յոլ է քնում էլի։ 1000 դրամով խոտ եք առնում, կաթ 120 դրամով ազնում։ Էլ ասում եք անասնապահությունը զարգացնեք, ո՞ց պետք է զարգացնենք։ Բարում ապրել գյուղացին տանջում է, չի ապրում։ Որ գյուղացին իր տանջանքից օգուտ ստանա եւ այլ զբաղմունք էլ ունենա, Նարեկ Կարապետյանն ասում է բազմաթիվ ծրագրեր ունեն։ Հայաստանում չի թանգանում մենակ այն, ինչ որ հայերն են արտադրում։ Ինչը որ ներմուծվում է, թանգանում է։ Հիմա երկու կարևոր հարց, որպեսզի ունենանք A. Էժան եւ B. Գյուղացին կարողանա միջոց ունենա, մենք պետքա բալանսավորենք քանդած գործարանների գծով, մենք պետքա կարողանանք վերականգնենք երկրում քանդած գործարանները։ Հաջորդ կանգառը Գորիսն է, այստեղ էլ մարդիկ նույն խնդիրներով են, աշխատանք, զբաղմունք չկա, բայց գլխավոր մտահոգությունը անվտանգությունն է, լսում են, չեն հավատում օդում խաղաղության խոստումներին։ Մարդ պիտի ուժեղ լինի խաղաղություն ունի, որ ուժեղ չունի, ո՞ց կարող խաղաղություն ունի։ Ամեն րոպե հեն այսպես ծիրտները թրթռում է։ Ամեն րոպե լապասնի է, վտանգավոր է։ Գիտեք ով է, ըստ քաղաքացիական պայմանագիր կուսակցության Հայաստանի անվտանգության երաշխավորը։ Ադրբեջանը իր նախագահը։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Արմաթ մեդիա AM կայքում։